Ողջույն, ալկոհոլի սիրահարներ, այս հոլովակը ձեզ համար է կամ մեզ համար։ Խոսում ենք ալկոհոլային ինտոքսիկացիայի, այսինքն ալկոհոլային թունավորման մասին։ Այսինքն, եթե ասում եմ մեզ համար, դա նշանակում է, որ ես էլ եմ խմող, պացիենտները կարան չվստահեն ու չգան։ Լավ, այդ մեզ համարի պահը հանենք։ Եվ այսպես էթանոլի միանվագ ընդունումը, որը բերում է կենտրոնական նյարդային համակարգի տոքսիկ ախտահարման, կոչվում է ալկոհոլային ինտոքսիկացիա կամ ալկոհոլային թունավորում, այսինքն թունավորում խմիչքից։ Լետալ, այսինքն մահացու դոզան մեծահասակների համար համարվում է 250-ից մինչև 750 մլ, եթե այն ընդունվել է միանվագ վերջին 20 րոպեների ընթացքում։ Պատճառն այն է, որ օրգանիզմը չի հասցնում արտադրել ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտը, որը պատասխանատու է ձեր ընդունած ալկոհոլը ճեղքելու համար։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափելու համար ալկոհոլային ինտոքսիկացիայից նախ պահպանել չափի զգացողությունը, երկրորդը, եթե դուք ունեք պլանավորված միջոցառումից 1.5 ժամ առաջ կարող եք ընդունել 1 բաժակ ալկոհոլ, որը կօգնի եւ կնախապատրաստի ձեր օրգանիզմին, որպեսզի այն սկսի արտադրել ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտը։ Եթե արդեն սկսել են ինտոքսիկացիայի երևույթները, առաջինը, որ պետք է անել, դա ստամոքսի լվացումն է, որին հաջորդում է ադսորբենտների ընդունումը, որպես օրինակ կարող ենք ընդունել ակտիվացրած ածուխ կամ սմեկտա, օգնում են նաև գլյուկոզայի ներերակային ներարկումները, որոնք օգնում են հաղթահարել այս ինտոքսիկացիան։ Եթե վիճակը բավականին ծանր է եւ կա գիտակցության մթագնում, կողմնորոշման խանգարում, այս դեպքում պետք է կանչել շտապ բժշկական օգնություն եւ իհարկե դիմել բուժ հաստատություն։ Այսքանը ալկոհոլային ինտոքսիկացիայի մասին, իսկ դուք եղեք առողջ, տեղեկացված, մի մոռացեք հետևել ձեր առողջ սրտի էջին եւ իհարկե պահպանեք չափի զգացումը։ Մոռացա նշել, որ էթանոլը ախտահարում նաև սիրտանոթային համակարգը, բերելով տարատեսակ ռիթմի եւ հաղորդականության խանգարումների, ընդհուպ մինչև կյանքին սպառնացող արիթմիաների։